Ըստ խնդրի Արմենը 1-ից մինչև 99 թվերը դասավորում է շրջանաձև։ Հսկա են կոչվում այն թվերը, որոնք իրենց երկու հարևան թվերից էլ մեծ են։ Պահանջվում է գտնել, թե ամենաշատը քանի հսկա թիվ կարող է ստանալ Արմենը, եթե իրավունք ունի ցանկացած ձևով դասավորելու իր ունեցած 99 թվերը։ Շատ լավ։ Այսպիսի խնդիրներում ինչ է անհրաժեշտ անել։ Անհրաժեշտ է գտնել ամենաշատի օրինակ, ցույց տալ, որ դրանից շատ լինել չի կարող, եւ այդքանով արդեն կավարտվի։ Այսինքն ամենաշատ քանակի օրինակ ենք ցույց տալիս, ասում ենք օրինակ 90 կամ չգիտեմ, այս խնդրի դեպքում կոնկրետ 45-ը real թիվը, օրինակ ասում ենք 45, 45-ից մեծ ոչ մի դեպքում մենք չենք կարող հսկաների քանակը այդպես ստանալ, խնդրեմ է առաջանում, ու հետո 45-ի համար օրինակ ենք կառուցում։ Շատ լավ, միտքը գտնել ամենաշատի քանակը, դրա համար օրինակ կառուցել ու ցույց տալ, որ դրանից ավելի շատ հնարավոր չէ, մեզ չի բավարարում։ Դե առաջին քայլը գտնել նախ քանի հսկա կարող է ունենալ Արմենը տվյալ շրջանաձև դասավորելու դեպքում։ Դա մեր քայլ 1-ն է, ուշադրություն դարձնենք։ Քանի հսկա։ Շատ լավ։ Ինչպես կարելի է ամեն ինչ դասավորել, նկատենք, որ եթե մենք վերցնենք եւ գոնե մեկու մեջ մեր հսկաները լինեն, դե ակնհայտ երկու հսկա իրար մոտ չի կարող լինել, որովհետեւ յուրաքանչյուր հսկա մեծ է իր հարևան երկու թվերից, այսինքն երկու հսկաներ իրար մոտ չեն կարող լինել։ Երկու հսկա իրար մոտ չեն լինի։ Լինի ուստի զույգում յուրաքանչյուր, ահա այս 90 ենթադրենք դասավորել ենք մեր 99 թվերը առավելագույն հսկաների քանակով, եթե զույգերը դիտարկենք, զույգում մեկ հսկա կունենանք։ Ահա։ Ու վերջում ինչ որ թիվ կմնա, մենք չգիտենք այդ թիվը մեզ մոտ հսկա է, թե ոչ։ Սակայն եթե այդ թիվը մի պահ մոռանանք, կունենանք 98 թվեր, որոնք զույգերի ենք բաժանել, եւ յուրաքանչյուր զույգում ընդամենը մեկ հսկա է, դա էլ բաժանելով 2-ի 49 հսկաներ ենք ստանալու։ Այդտեղ այստեղ մեկ հսկա ունենք, ուստի, լավ, այստեղ նշել ենք ուստին, մեկ հսկա կունենանք, ամենաքիչը կամ ամենաշատը կարող ենք այստեղ ամենաշատը 49 Դա մենք դեռ պնդում ենք, որ 49 հսկան է։ Եկեք հիմա աշխատենք արդեն նրա վրա, թե ինչու 49 հսկայից ավելի շատ չի լինի։ Իգն մենք ինչ-որ ձև տրամաբանեցինք, որ 99 թվերը կդասավորենք շրջանաձև, հասկացանք, որ երկու հսկաներ իրար մոտ չեն լինի, մտածեցինք, դե լավ, մի թիվը առանձնացնենք ու հետո զույգերի բաժանենք, ահա այսպես զույգերի բաժանելով, դե 98 թիվ էր մնում, բաժանեցինք զույգերի, եղավ 49 զույգ, ուստի 49 հսկա այդ տարածքում։ Եվ դե այդ մի թիվը, որ առանձնացրել ենք, որի համար ոչինչ չգիտենք, բայց ինտուիտիվ կարող ենք մտածել, որ դա հսկա լինել արդեն չի կարող։ Ու հիմա եկեք բացատրենք, թե ինչու դա հսկա լինել չի կարող։ Կարող ենք երկու ձևով անել իրականում այս կտորը, կարող ենք ֆիքսել նրան որպես մեզ մոտ ոչ հսկա թիվ, դա նույնպես կարելի ասել, կամ կարող ենք ուղղակի դիտարկել ինչ կլինի, եթե մենք ունենանք 50 հսկա, այսինքն հասկանանք, թե ինչ պրոբլեմի առաջ կարող ենք կանգնել։ Ենթադրենք կա 50 հսկա։ Քանի որ մենք զույգերով կարող ենք այսպես բաժանել, այդ հսկաները, եթե իրենց զույգերով վերցնենք, յուրաքանչյուր հսկայի մոտ մի ոչ հսկա թիվ կա։ Ուստի կա գոնե, եթե 50 ոչ հսկա թիվ չլինի, այդպես մեկու մեջ դասավորելու տրամաբանությամբ, որովհետև հակառակ դեպքում, եթե 50 ոչ հսկա չլինի, մեզ մոտ երկու հսկաներ իրար մոտ կլինեն ու դա պրոբլեմ կառաջացնի։ Ուստի կա գոնե 50 ոչ հսկա թիվ,
Հակառակ դեպքում երկու հսկաներ իրար մոտ կլինեն։ Ահա, իսկ նկատենք, եթե մենք այստեղ ուրիշ թվեր չենք դիտարկել, ուղղակի 50 հսկաներ եւ իրենց ոչ հսկաներն ենք դիտարկել եւ միգուցե ինչ-որ բաներ էլ բաց ենք թողել, բայց նույնիսկ այս վատ գնահատական անհրաժեշտ բավարար ասելու համար, որ 50 գումարած 50-ը մեր հսկաներ եւ ոչ հսկաները մեծ է, ակնհայտ 99-ից 100 է, իսկ մեր թվերի քանակը 99 էր։ Ուստի 50 հսկա մեզ մոտ տեսականորեն նույնիսկ լինել չի կարող, որովհետև այն պահանջում է 50 ոչ հսկա թիվ, ընդհանուր նրանք 100 թիվ են, իսկ մեր թվերը ունեցած 99 են։ Հետևաբար 49-ից շատ չի կարող լինել, իսկ ամեն զույգում ամենաշատը կարող է մի հսկա լինել։ Դրա համար եկեք արդեն օրինակ փնտրենք։ Ահա, օրինակ, իսկ ինչպես կարող ենք օրինակը փնտրել, դե գիտենք, որ 49-ը հսկա է լինելու։ Առաջարկում եմ մեր ահա այս շրջանագծի վրա հսկաների դիրքերը ֆիքսենք։ Թող լինեն սրանք մեր հսկաները։ Եք այսպես։ Այս կապույտ կետերը մեր հսկաներն են։ Ու քանի որ 50 ոչ հսկա է ստացվում այս դեպքում, դե 99 թվից 49 հսկա է, հետևաբար 50-ը ոչ հսկա է լինելու, ինքն երկու հսկաներ իրար մոտ պետք է լինեն։ Եվ եկեք կանաչ գծերով էլ ոչ հսկաները լինեն։ Ահա։ Այստեղ ինչ որտեղ իրար մոտ երկու հսկա է։ Ահա, կներեք երկու ոչ հսկա։ Եվ այսպես շարունակ մեզ մոտ շրջանագծի շուրջ կարողանում ենք դասավորել։ Սա մեր երկու ոչ հսկաներն են։ Իսկ մնացածը ակնհայտ մեկու մեջ պետք է դասավորվի։ Հիմա օրինակը կառուցելու միտքը որն է մեզ մոտ, հսկաների դիրքերը ֆիքսել, ոչ հսկաներին դասավորել նրանց միջև ու արդեն հասկանալ, թե որոնք պետք է լինեն հսկաները։ Հսկաները եկեք հնարավորինս մեծ թվեր վերցնենք, այսինքն ամենամեծերը, որ կարող ենք, դե դրանք են 51-ը, 52-ը, այսպես շարունակ, մինչև 99, ակնհայտ 49 թիվ։ Ոչ հսկաները մեզ մոտ 1, 2, 3, այսպես շարունակ, մինչև 50-ն են, 50 ոչ հսկա թիվ և 49 հսկա թիվ։ Կետերը մեզ մոտ կլինեն հսկաները և գծերը կլինեն ոչ հսկաները։ Ու առհասարակ կարևոր չէ, թե ինչպես կդասավորեք դուք ձեր թվերը, չէ՞ որ վերևի ընտրած թվերից յուրաքանչյուրը ներքևի գրված թվերից յուրաքանչյուրից մեծ է։ Ֆիքսելով նրանց դիրքերը կամայական կերպով այստեղ կարող եք ունենալ 52, 99, 51, 58, ինչ-որ 67, 94 և այսպես շարունակ։ Իսկ ոչ հսկաները կարող է լինել այստեղ 50, կարող է լինել 1, կարող է լինել 3, 2, 18, 90, կներեք 90 չի կարող լինել, 36, այստեղ կարող է առհասարակ լինել 5 ու 49 օրինակ։ Եվ այսպես շարունակ, նկատեք, որ էական չէ առհասարակ, թե ինչպես ենք մենք դասավորել։ Էականը այն է, որ մեզ մոտ հսկաները մենք ֆիքսել ենք, թե որոնք կարող են լինել, ոչ հսկաները նույնպես ֆիքսել ենք, թե որոնք կարող են լինել, ու իրենց դիրքերը ֆիքսելուց հետո ուղղակի սկսել ենք դասավորել։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք։ Նմանատիպ խնդիրներում, երբ մեզ ամենաշատ քանակն է հարցնում, կրկին քայլերի հերթականությունը, միշտ մենք քանակն ենք գտնում, պետք է ինչ-որ ձև այդ քանակը գտնել։ Ինքն փորձերի արդյունքներում թեկուզ լինի դասավորելու արդյունքում, միգուցե դուք այս օրինակն եք գտնում եւ ասում, որ այսպես է եւ այլն։ Դա լավ կտոր է, ամենակարևոր կտորներից մեկն է, բայց երկրորդ ամենակարևոր կտորը այն է, որ պետք է ցույց տաք դրանից ավել դեպքը մեզ մոտ միշտ հանգարում, ինչ որ պայմանների չի բավարարում։ Մեր դեպքում ցույց տվեցինք, որ 50 եւ ավելի դեպքում խնդրեմ է առաջանալու միշտ։ Այսինքն քանակ գտնել, օրինակ կառուցել եւ ցույց տալ ամենաշատի համար հնարավոր չէ։ Սա հիմնական քայլերն են։
Դե իսկ ամենակարևոր առաջին քայլը դա խնդիրը կարդալը եւ մի քանի անգամ օրինակներ փորձելն է, ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչ է կատարվում խնդրի մեջ առհասարակ։ Եվ մենք այդ քայլերի արդյունքում կտանք, որ 49 հսկա կարող է ամենաշատը Արմենը ունենալ իր դասավորության մեջ եւ դրա համար օրինակ կառուցեցինք։ Իհարկե միգուցե դուք մտածեիք, որ կարևոր է 99 որտեղ կլինի, նրա մոտ ինչ-որ մեկը լինի, երկուսը կամ նման ինչ-որ մի բան, բայց չէ, ուղղակի ֆիքսելով, որ մեզ մոտ հսկաները 49 են, ամենամեծ 49 թվերը վերցնենք որպես հսկաներ։ Իսկ մնացած թվերը փոքր են լինելու ակնհայտ մեր հսկաներից, ուստի հսկաների դիրքերը մեկու մեջ ֆիքսելով, ոչ հսկաների նրանց մեջ մեկու մեջ դասավորում ենք։ Եվ երկու ոչ հսկա էլ էական չէ, թե որոնք են իրար մոտ են հայտնի։ Արդյունքում սա մեզ մոտ վերջնական լուծում է, հետևաբար այսքանով կարող ենք ավարտել